իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա, բռնել են տարել ինձ Հավային դե հարցակ քննել, առաջին օրը, էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, երկրորդ օրը, որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հեչ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չերնի։ Իրանք իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում ընտանում։ Հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց այնը որ համապատասխան օրենքով չպատժեն։ Այդ դրանից հետո ես որտեղ ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք է ապրելը։ Կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել ասին, արի գնանք 2 րոպե զրույց անենք, էլի տանեն տենց տփեն էլի գանգստե, ասինք մեզ տարել են տփել, մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց, տարեց իմանալով որ տեր չունի, գնացել եմ դիմել, ասել եմ կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա այսքան վաղտան դեր ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ, ասում ես բոլոր սրբությունները ուսում, երթուն պետն ասում, որ դու պրիզնատ գաս, ես քեզ տերից չոր կահանեմ, այս կահանեմ ես ասամ ես ոչ պրիզնատ գալի բան ունեմ, ոչ էլ ես։ Գլուխս ամեն տեղից ուռած էր, ես առաջի անգամում տես ծես կերալ, որ ասիմ։ Գիտեին, որ դուք նաև պատերազմի մասնակից եք։ Հա, ինձ դե առաջի անգամ որ խփել են ասում, լավ է չեք ամաչում, մենակ տողում բերալը կստե անիմն տեղը տփումը կասում, լավ էլ գիտեին իրանք։